Ֆիրդուսի, Շահնամե, Զալ և Ռուդաբե, Ռուդաբեի երկունքը, ամուսնության տարին անցավ մշտախաղաղ, աներկյուղ, ամենագութ Աստված նրանց պարգևեց մի նոր պտուղ, նորահարսը թառամում էր գարնանագեղ ծաղկի պես, պտղավորման ծանր ցավը չարչարում է միշտ այդպես, բայց օրեցօր որովայնը մեծանում էր ծանրանում, դեղնում էին շրթունքները և այտերը վարդագույն, Սինդուխտը երբ տեսավ նրան, ասաց. դուստր իմ միակ, ինչու ես դու այդպես խամրել, իմ գիշերվա լույս ջրակ, իսկ աղջիկը թե, բարի մայր, ոչ քուն ունեմ, ոչ դադար, հոգի մաշող տանջանքներից դարձել եմ խենթ, խելագար, թվում է, թե մահը հիմա պիտի գա և ինձ տանի, թեկուզ ապրում շնչում եմ դեռ, բայց մեռած եմ կենդանի, ժամանակը արդեն պիտի հասած լինի ազատման, ծանր ցավից ինչքան պիտի չարչարվեմ ես, հեկեկամ, կարծում եմ, թե իմ արգանդում քարե բեկոր կա հաստատ, կամ գուցե կա պարզապես ծանրակշիռ մի երկաթ, Քաբուլի պերճ իշխանուհին անհանգիստ էր, իրոք որ Ռուդաբեի ցավը կիսել արտասվում էր ամեն օր, երբ ազատման ժամը եկավ, նա վայր ընկավ ուշաթափ, պալատական կանայք իսկույն տարածեցին աղաղակ, աղաղակի լուրը հասավ և Սինդուխտին վշտահեց, փետեց կուրծքը ու մազերը ու երեսը ճանկռոտեց, անմիջապես Դեստանզալի մոտ ընթացավ մի գուշկան, թե Ռուդաբեն մահանում է, բայց ազատման հույս չկա, Զալը եկավ, ծնկի իջավ Ռուդաբեի մահճի մոտ, սիրտն ու հոգին տագնապով լի, իսկ աչքերը արցունքոտ, պատառոտեց ճոխ շորերը, քանդեց ծամը նրբահյուս, ապա հողը գլխին տվեց, աղաղակեց նա անհույս, իսկ երբ տեսավ մահվան ձեռքում չարչարվում է Ռուդաբեն, մռնչալով հարբած փղի նման, ընկավ դես-ուտեն, կանանոցի ստրկուհիք նույնպես եղան վշտակոց, պատառոտեցին և վարագույր, և ծիրանի, և ծածկոց, Դեստանզալը մտածում էր փրկության նոր ելք, հնարք, սակայն մտքի իր կույր ուղին լուսավորեց մի ճրագ, նա վերհիշեց նվիրատու փետուրը հավք Սիմուրղի, իսկույն վազեց, բերեց, հանձնեց գեղեցկուհի Սինդուխտին, այնուհետև մեծ օջախում վառեց կրակ մի անշեջ, ու Սիմուրղի փետուրը նա նետեց բոցեղ հրի մեջ, օրը մթնեց, երկրի վրա իջավ թավիշ մառախուղ, սև ամպի հետ դղյակի մոտ պատին թառեց մի Սիմուրղ, նա շանթի պես իջավ գետին, կարծես լիներ կարմիր բուստ, կարծես Աստված փրկության էր իջել ի վերուստ, Դեստանզալը ծնկի իջավ նրա հզոր թևի տակ,
փառաբանեց Աստծո հավքին, նրան հղեց ջերմ մաղթանք։ Սիմուրգ հավքը ազդարարեց, ինչի՞ց ես դու սարսափում, առյուծ մարդը դժվար պահին աղի արցունք չի թափում։ Արծաթակուրծք քո Ռուդաբեն թեկուզ թույլ է ու դալուկ, սակայն շուտով նա կբերի մի նոր կորյուն, մի մանուկ։ Եվ զավակի ոտքի հետքը կհամբուրի վագրն անգամ, նա կդառնա հռչակավոր մի փահլևան հաղթանդամ։ Նրա ձայնից սարսափահար վագրի կաշին կպայթի, ամրոցները փոշի կանի, երբ նժույգն իր պայտի։ Ով որ տեսնի գորգը նրա, ահից պիտի դողդողա, ով նրա հետ մենամարտի, իր կյանքի հետ կխաղա։ Ասպարեզում, ով որ նրա դեմ աղեղից նետ քաշի, ձեռքի ահեղ մի շարժումով կդարձնի նա փոշի։ Մենամարտում նա կվարի ժիր առյուծի պես պայքար, ձիգ թամբի սամի նման, անխոցելի, ինչպես քար։ Փաղի հզոր ուժ կունենա, իսկ հասակով վեհ նոճի, այնքան ուժեղ, որ մի ձեռքով ժայռաբեկոր կճոճի։ Ոսոխների հանդեպ միշտ էլ կլինի նա անողոք, Տերը նրան պարգևել է անգերազանց շեն շնորհք։ Այժմ պետք է մի սուր դանակ և մի մոբետ քաջառողջ, որ դյութելու կարողությամբ պատռի կողը քո կնոջ։ Բայց նախքան այդ գեղեցկուհուն տուր թունդ գինի, որ հարբի, քանզի դանակ երբ տեսնի նա, մահից պիտի սարսափի։ Գիտուն մոգը նրա կյանքի հետ տակավին չի խաղա, սակայն նրա ամուր կողից կազատի մի երեխա։ Սուր դանակով կողնակողը կպատրի նա այնպես ճիշտ, որ վիրահատ տեղը նույնիսկ չի պատճառի ցավ ու վիշտ։ Նա այնտեղից դուրս կբերի ժիր առյուծի մի կորյուն, բայց քո կնոջ վերքից գետի պես կհոսի հորդարյուն։ Այնուհետև ապաքինման դեղ կդնի և պինդ կար, դեն կնետես վախ ու կասկած, ինչ որ քո վեհ սրտում կար։ Իսկ այն դեղը, որ քեզ կտամ, խառնիր կաթի մուշկի հետ, այդ խառնուրդը չորացրու ու պահպանիր միջոր տեղ։ Հետո վերքի վրա ցանիր սպեղանի մշկահոտ և Ռուդաբեն կյանքի կգա հանց մայիսյան առավոտ։ Իսկ քիչ հետո իմ փետուրը նրա վերքին քսիր դու, և քո կինը որդուդ համար կդառնա մայր կաթնատու։ Այնուհետև զորավորին փառաբանիր կրկնակի, քանզի նա մի ծառ նվիրեց, որ ողջ տարին պիտ ծաղկի։ Ուրախացիր, մի վշտանա, ով քաջարի դու զալզեր, չէ որ ծառը բողբոջելով դառնում է միշտ պտղաբեր։ Ասաց և իր թևից հանեց մի մեծ փետուր, գցեց ցած, այնուհետև թռավ դեպի Էլբորս սարը անպամած։